Ողջույն ընկերներ, կրկին ձեզ հետ է միայն Սուրբ Գիրք հաղորդաշարը եւ այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Աստվածաշունչ եւ գիտություն թեմային։ Եվ այս թեմայի շուրջ այսօր խոսելու ենք Ռուստամ Դավթյանի հետ։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Շատ հետաքրքիր եւ կարեւոր թեմա ենք անդրադարձել, որովհետեւ այսօր շատերը Աստվածաշունչը համարում են առասպելական գիրք։ Շատերը համարում են հեքիաթային, իսկ շատերը վկայակոչում են, որ Աստվածաշունչը ընդհանրապես կապ չունի գիտության հետ։ Եվ մեր առաջի հարցը հենց այսպես կհնչի. կարելի է Աստվածաշունչը համարել գիտական գիրք։ Սա կապված է նրա հետ, թե մենք գիտություն ասելով ինչ ենք հասկանում։ Եթե գիտությունը մեզ համար գիտական ինչ-որ մի հատուկ ոլորտ է, իհարկե ոչ, բայց մենք հասկանում ենք, որ գիտությունը իր մեջ պարունակում է տարբեր ժանրեր, այսինքն իրավաբանությունը, ֆիզիկան, քիմիան, մաթեմատիկան, հոգեբանությունը, բժշկությունը, պատմությունը, բնագիտությունը եւ այս բոլորը յուրաքանչյուրը մի ոլորտ է գիտության։ Եթե բոլորը վերցնենք միասին ամբողջական եւ աստվածաբանությունը հանենք իր մեջից, կլինի, որ այս բոլորը կա, բայց չունի իմաստ։ Այսինքն առանց Աստվածաշնչի գիտությունը ունի մեծ բաց։ Ամեն բան կա եւ ուսումնասիրվում է ամեն ինչ, բայց թե ինչու կա եւ որն է դրա իմաստը, այս հարցին միայն պատասխանում է Աստվածաշունչը։ Ինչու, որովհետեւ գիտության մյուս ոլորտները մարդու ուսումնասիրության եւ փորձառության արդյունքում են, իսկ աստվածաբանությունը հիմնված է Աստված հայտնության վրա։ Եվ դրա համար առանց Աստված հայտնության գիտությունը ունի շատ մեծ բաց։ Կուզեմ Աստծո խոսքից ընթերցել մի համար, Առակաց գրքի 2-րդ գլխի 6-րդ համարը, այսպես է ասում. որովհետև Տերն է տալիս իմաստությունը, նրա բերանից են գիտությունն ու խոհեմությունը։ Ամեն։ Շատ ամբողջական եւ լավ պատասխան հնչեց ձեր կողմից այս հարցի վերաբերյալ, եւ եկեք անդրադառնանք երկրորդ հարցին։ Բացի Աստվածաշնչից, կան աշխարհի ստեղծման մասին խոսող այլ աղբյուրներ։ Մենք, ովքեր որ ընթերցում են Աստվածաշունչը, ծանոթ են աշխարհի արարչագործության մասին, որ Աստված 6 օրերի ընթացքում ստեղծեց այն ամենը, ինչ որ մենք այսօր կարող ենք տեսնել, երևելիներ եւ չերևացողներ, եւ 7-րդ օրը հանգստացավ։ Արդյոք այս նյութի հետ կապված կան այլ աղբյուրներ, բացի Աստվածաշունչից, որոնք խոսում են արարչագործության մասին։ Այո, կան աղբյուրներ, բոլոր աղբյուրները, որ խոսվում են, շատ հին աղբյուրներ են, շումերական եւ մայական, նաեւ եգիպտական աղբյուրներ կան, հունական աղբյուրներ, որոնք ներկայացնում են, որ Աստված է ստեղծել այս ամենը։ Ճիշտ է, այդ պատմությունները, երբ որ ընթերցում ես, ինքը շատ առասպելական է եւ այդ բոլոր պատմությունների մեջ ներկայացվում է արարչագործությունը այնպես, որ արդեն իսկ գոյություն ունեցող նյութը կա, օրինակ ծովերը, սարերը, քարերը եւ այդ ամեն ինչ է ստեղծվում ամեն ինչ։ Բայց միայն Աստվածաշունչն է, որ ամեն ինչի գոյության սկիզբը տալիս է ոչինչից, ինչպես որ Ծննդոց գրքի մեջ ասվում է, ամեն ինչ անձև ու դատարկ էր եւ Աստված ոչինչից ստեղծեց ամեն բան։ Մենք այս ամեն ինչի մեջ տեսնում ենք, որ այդ բոլոր պատմությունների մեջ ինչու են իրենք առասպելական, որովհետեւ դա մարդկային կարծիքն է արարչագործության մասին եւ Աստվածաշնչի առանձնահատկությունը նրա մեջ է, որ սա Աստծո գործն է հստակ նկարագրվում, թե ինչպես Աստված ստեղծեց հենց իր հայտնությամբ։ Մենք տեսնում ենք նաեւ, որ գիտությունն է հերքում, որ եղել է արարիչ Աստված, քանի որ գիտության շատ մեծ մասը հիմնված է էվոլյուցիայի գաղափարի վրա։ Իհարկե մենք ասելով, որ իրենք հերքում են, նկատի չունենք, որ բոլորն են հերքում, որովհետև մի մասն է, որ հավատում է դրան, եւ նրանք ասում են, որ ամեն բան առաջացավ ոչինչից, այսինքն եղավ առաջին բջիջը եւ այդ բջիջից հետո զարգացումներ եղավ, այլ բջիջներ եւ մեծ պայթյուն, որից առաջացավ այս ամենը, բայց կուզեմ մենք քանի որ խոսել ենք այս թեմայի շուրջ, ընդհանրապես մի փոքր ակնարկ անել։ Բջիջը շատ բարդ կառուցվածք ունի, այն ժամանակ, երբ որ Դարվինը խոսում էր, որ բջիջը առաջինը եղել է եւ դրանից առաջացել է այս ամենը, նա դեռ չգիտեր, թե բջիջը որքան բարդ կառուցվածք ունի, որովհետեւ այն ժամանակների տեխնոլոգիաները դեռ հնարավորություն չէին տալիս ուսումնասիրել բջիջը լիարժեք, եւ մենք սրա մեջ տեսնում ենք, որ բջջի սպիտակուցների միացման համար շատ անհրաժեշտ է DNT կոդը,
որը իր մեջ պարունակում է ամբողջ հիշողությունը, բայց եթե չկար DNT կոդը դեռ եւ կարիք կար, որ նախաբջիջը ձևավորվեր, այդ բջիջի ձևավորման համար սպիտակուցների միացման կարիք կար։ Եթե չկար էներգիա, չէր կարող այդ սպիտակուցների միացումը լինել։ Այսինքն հերքվում է այն, որ կարող էր այս ամեն ինչը ոչինչից առաջանալ, եւ մենք դրա համար հասկանում ենք, որ այս ամեն ինչի ստեղծողը Աստված էր։ Առաջին մարդիկ, որ ապրում էին հին գրվածքների մեջ 2000 տարի առաջ Քրիստոսից առաջ 2500 տարի առաջ այդ գրվածքների մեջ նկարագրվում եւ հիշատակվում է, որ այս ամեն ինչը ստեղծվել է Աստծո կամ աստվածների կողմից։ Մենք հստակ հասկանում ենք, որ կա մեկ Աստված եւ դա ստեղծվել է մեր ճշմարիտ իրական Աստծո կողմից, որ հեղինակն է իր Սուրբ Խոսքի։ Շնորհակալություն պատասխանի համար, եւ ինչպես հասկացա, մենք գտնվենք Ծննդոց գրքի մեջ։ Մենք խոսացինք արարչագործության մասին, որ Աստված 6 օրերի ընթացքում ստեղծեց ամենը եւ 7-րդ օրը հանգստացավ, եւ Ծննդոցի առաջի եւ երկրորդ գլուխներից գալով մի քիչ առաջ 6-րդ գլուխ մենք ականատես ենք լինում համաշխարհային ջրհեղեղի, եւ հարցը կհնչի հետեւյալ կերպ. եղել է արդյոք համաշխարհային ջրհեղեղ եւ ինչպիսի ապացույցներ կան։ Բոլորը համաձայն են նրա հետ, որ եղել է մեծ ջրհեղեղ։ Խնդիրը միայն կայանում է նրանով, արդյոք այդ ջրհեղեղը եղել է համաշխարհային, այսինքն ծածկել է ամբողջ աշխարհը այդ ջուրը։ Մենք տեսնում ենք շատ հին աղբյուրներ իրենց պատմության մեջ, առասպելների նաև, որ տեղի է ունեցել մեծ ջրհեղեղ, եւ դրանք շատ տարբեր տարածաշրջանի բնակվող ժողովուրդներ են։ Օրինակ, այդ մասին կա գրված շումերական գրվածքների մեջ, Գիլգամեշի էպոսի մեջ կա գրված, կան գրված նաև հունական աղբյուրների մեջ, չինական աղբյուրների մեջ, հնդկական աղբյուրների մեջ, նույնիսկ ամերիկյան աղբյուրների մեջ, երբ որ այս բոլորը համեմատում ես իրար, դու տեսնում ես, որ այդ ջրհեղեղը, որը տեղի է ունեցել, ինքը համաշխարհային է եղել, ոչ թե ուղղակի շատ մեծ ջրհեղեղ է եղել, որովհետև այսպիսի վարկած կա, ասում են, այդ ջրհեղեղները, որոնց մասին այդ հին գրվածքները խոսում են, դա ուղղակի միջերկրական ծովի եւ Սև ծովի ջրերի միացման արդյունքում է եղել այդ մեծ ջրհեղեղը, որը չի ծածկել ամբողջ աշխարհը, բայց մենք տեսնում ենք, որ այդ բոլոր ժողովուրդները, օրինակ հնդիկները, չինացիները չեն ապրում միջերկրական եւ Սև ծովի ընկած տարածության մեջ եւ իրենց չէր կարող հասնել այդ ջրհեղեղը, այսինքն երբ որ այս բոլոր աղբյուրները խոսում են, իսկ մենք ինչի հիման վրա ենք պատմությունը համարում հավաստի, երբ որ տեսնում ենք, որ շատ իրարից անկախ մի քանի աղբյուրներ խոսում են նույն իրադարձության մասին, դա խոսում է այն մասին, որ դա տեղի ունեցած իրողություն է, եւ քանի որ մենք չենք եղել մի քանի հազար տարի առաջ, 4500 տարի առաջ, մենք չենք կարող այլ տեղից ինֆորմացվել, այլ միայն այն գրվածքներից, որը փոխանցվել է մեզ։ Շնորհակալություն պատասխանի համար եւ միանգամից անդրադառնանք հաջորդ հարցին։ Եղել են արդյոք դինոզավրեր։ Մենք մուլտֆիլմներում եւ կինոներում տեսնում ենք այդ հսկա վախենալու արարածներին, արդյոք նրանք իրականում եղել են։ Եվ ինչ է պատահել, որ նրանք հիմա այսօր չկան։ Կարևոր հարց է։ Ժամանակին, քանի դեռ չկար զարգացում քրիստոնեական շրջանի մեջ, շատ քրիստոնյաներ ուղղակի խոսում էին այն մասին, որ դինոզավրեր չեն եղել, հերքում էին, ասում էին այդ բոլորը հեքիաթ է, բայց սրա պատճառը ոչ թե այն էր, որ դրա բացատրությունը չկար, այլ այն էր, որ դեռ շատերը չէին հասկանում։ Մենք տեսնում ենք դինոզավրերի գոյությունը, տեսնում ենք, որովհետև իրենք ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված են։ Ուղղակի մի բաց կա այստեղ, որ իրենց թվագրումն է այդ բացը։ Ասում են, որ այն եղել է 200 միլիոն տարի առաջ դինոզավրերի գոյությունը, բայց ասեմ, որ նոր գտածոներ կան, որոնց հիման վրա անհնար է, որ դինոզավրերը գոյություն ունենային 200 միլիոն տարի առաջ, այլ իրենց վրա եղել են փափուկ հյուսվածքներ գտածոների վրա, որը անհնար էր, որ այդքան երկար ժամանակ պահպանվեր։ Եվ ըստ դրա մենք նույնիսկ հասկանում ենք, որ դինոզավրերը եղել են մինչ ջրհեղեղը։ Մենք խոսեցինք մեծ ջրհեղեղի մասին, եւ մենք պիտի հասկանանք, որ այդ ժամանակ եղել է շատ մեծ կտրուկ փոփոխություն կլիմայական, որովհետև Աստված բնության մեջ երկու անգամ շատ մեծ միջամտություն է արել։ Առաջի միջամտությունը այն էր, որ Ադամին եւ Եվային վռնդեց Եդեմի պարտեզից
եւ մահը մտավ աշխարհ։ Այսինքն մարդը, որ պիտի ապրեր հավիտյան, չապրեց հավիտյան եւ մահը մտավ աշխարհ, բայց մենք տեսնում ենք, որ միջ ջրհեղեղը ընկած ժամանակաշրջանում մարդիկ շատ երկար էին ապրում։ Ամենաերկար ապրած մարդը Մաթոսաղան էր, որը 969 տարի է ապրել, բայց մենք տեսնում ենք, որ ջրհեղեղից հետո կտրուկ նվազեց մարդու կյանքը եւ Աստծո խոսքը ասում է թող մարդու կյանքը այսուհետ լինի 120 տարի եւ մենք այստեղ տեսնում ենք, որ դինոզավրերը, որոնք եղել են մինչ ջրհեղեղը, նրանք այս կտրուկ կլիմայական փոփոխություններին չեն կարողացել հարմարվել, այսպիսի մի վարկած կա, քանի որ արարչագործության մեջ ասվում է, որ Աստված երկրի եւ երկնքի ջրերը բաժանեց իրարից, կա վարկած, որ ջրերը օզոնայի շերտի փոխարեն են եղել, որը կյանքի տևողությունը ավելի երկարացրել է։ Այսինքն թույլ է տվել, որ կյանքը ավելի երկար լինի, որովհետև ուլտրամանուշակագույն ճառագայթները, որոնք ծերացնում են բնությունը եւ մարդկանց, ավելի քիչ են ներթափանցել եւ ջրհեղեղի ժամանակ ասում են, որ այդ ջրերն են թափվել երկրի վրա։ Իհարկե սա վարկած է, Աստվածաշունչը սրա մասին չի խոսում, բայց ցանկացա հաղորդման շրջանակներում ներկայացնել եւ մենք տեսնում ենք ջրհեղեղից հետո կտրուկ փոփոխություն կլիմայական։ Եվ ավելի շատ հենց դինոզավրերի այդ տեսակները վերացել են այդ ժամանակ, որ չեն կարողացել հարմարվել նոր կլիմայական պայմաններին եւ դրա համար մենք հիմա չունենք իրենցից։ Շատ կենդանիների տեսակներ կան, որ նույնիսկ այսօր վերանում են։ Դրա համար մենք ունենք կարմիր գիրք, կենդանիների համար գրված այն վերացող տեսակների, որոնք նոր փոփոխություններին չեն կարողանում հարմարվել եւ վերանում են երկրի երեսից։ Դրա համար դինոզավրեր եղել են եւ նրանք ապրել են մինչ ջրհեղեղը։ Ջրհեղեղից հետո այլևս չեն եղել դինոզավրեր երկրի վրա։ Շատ լավ, շնորհակալություն պատասխանի համար։ Անցնենք մյուս հարցին։ Որտեղից են առաջացել ժամանակակից լեզուները։ Եթե սկզբում կար միայն մեկ լեզու, եւ ինչպես ասացի, մենք դեռևս գտնվում ենք Ծննդոց գրքի մեջ։ Այո, Աստվածաշունչը պատասխանում է այս հարցին, որ երբ որ ջրհեղեղից հետո նորից հնարավորություն տվեց մարդկանց ապրելու ուղիղ կյանքով եւ հնազանդվելով Աստծուն, մարդիկ մերժեցին սա։ Եվ մենք տեսնում ենք Ծննդոց 11-րդ գլխում, երբ որ մարդիկ շատացան եւ սկսեցին հակառակվել Աստծուն, Աստված ասել էր, որ շատանան եւ լցնեն երկիրը, եւ մարդիկ հակառակը միաբանվել էին, հավաքվել էին եւ ուզեցին Բաբելոնի աշտարակը կառուցեն, որ իրենց փառքը մեծանա, իրենց համար ապահովություն էին փնտրում, անուն էին փնտրում, եւ դրա համար Աստված խառնեց իրենց լեզուները։ Հետաքրքիր է, որ գիտությունը համաձայն է այս մտքի հետ, որ բոլոր լեզուները ժամանակին եղել են մեկ լեզու։ Այսինքն, որ ժամանակին մարդիկ խոսել են մեկ լեզվով, հետո է եղել այդ տարածումը լեզուների։ Հնդեվրոպական լեզվաընտանիքներն ենք տեսնում սեմական, նրանց մեջ են մտնում նաև հայկական, ռուսական, հայերեն լեզուն, ռուսերեն լեզուն, գերմաներեն, ֆրանսերեն լեզուն, եւ այս բոլորը առաջացել են մի տեղից։ Պատճառը եղել է այն, որ մարդիկ Աստծուն հակառակ են գնացել եւ չեն ուզեցել ծրվեն աշխարհի մեջ։ Եվ Աստված լեզուները խառնելով նրանց ցրել է աշխարհի մեջ, որպեսզի տարածվեն եւ լցնեն երկիրը։ Շնորհակալություն պատասխանելու համար, Ռուստամ եղբայր, եւ ցանկանում եմ գալ արդեն վերջին հարցին եւ ամփոփենք մեր հաղորդումը, սակայն ուզում եմ տեղեկացնել մեզ լսողներին, որ սա չի լինելու մեր միակ հաղորդումը Աստվածաշնչի եւ գիտության մասին, այլ սա կշարունակվի, որովհետեւ թեմաները շատ են եւ հարցերն շատ կլինեն, սակայն եկեք ամփոփելով այսօրվա հաղորդումը գանք վերջի հարցին։ Աստվածաշնչում կան այնպիսի տեղեկություններ, որոնք գիտությունը ավելի ուշ է բացահայտել։ Այո, շատ են այդպիսի տեղեկությունները, որպեսզի ուղղակի այն խոսքի մեջ չասենք, կուզեմ, որ Աստծո խոսքից ընթերցենք։ Կխնդրեմ քեզ, որ հատվածներ ասեմ ես Աստծո խոսքից եւ ընթերցենք միասին։ Օրինակ, Աստվածաշնչի մեջ գրված է Հոբի գրքում, որ երկրագունդը կախված է դատարկության մեջ։ Հոբի գիրքը բացենք 26 գլուխը 7-րդ համարը։ Նա տարածում է հյուսիսը պարապի վրա եւ երկիրը կախում է ոչնչի վրա։ Մենք այս հատվածի մեջ տեսնում ենք, որ երկիրը կախված է ոչնչից, բայց դա բացահայտվել է 16-րդ դարում, կարծեմ։ Հաջորդ հատվածը կուզեմ, որ բացես Եսայիա մարգարեություն 40-րդ գլուխ 22 համարը ընթերցես։ Նա է երկրի շրջանի վրա նստողը,
որի բնակիչները մարախների պես են։ Նա է, որ երկինքը տարածում է վարագույրի պես, և նրան սփռել է վրանի պես բնակվելու համար։ Այստեղ թե ասվում է, որ երկրագունդը շրջանի պես է, եւ նաեւ ասում է, որ տիեզերքը ընդլայնվում է, վարագույրի պես տարածվում է։ Սրա մասին ոչ մի տեղեկություն չի եղել մինչև 20-րդ դարը, երբ որ բացահայտվել է Հաբլի կողմից, որ տիեզերքը տարածվում է եւ ընդլայնվում է, բայց մենք տեսնում ենք, որ Աստծո խոսքի մեջ դեռ Քրիստոսից առաջ 5-600 տարի առաջ խոսվում էր այդ մասին։ Հաջորդ հատվածը, որը կուզեմ ընթերցենք, Ժողովող գրքի 1 գլխի 7-րդ համարն է։ Ամեն գետերը գնում են ծովը, բայց ծովը չէ լցվում։ Այնտեղ, ուր որ գնում են գետերը, կրկին այնտեղ են դառնում, որ գնան։ Մենք տեսնում ենք ջրի շարունակական ցիկլ է այստեղ, որը նորից մեր ժամանակներում է բացահայտվել, բայց մենք տեսնում ենք, որ Ժողովող գրքի մեջ դրա մասին գրված էր Սողոմոն իմաստունի կողմից։ Հաջորդը, որ կուզեմ ընթերցենք, նորից Հոբի գրքից է 38 գլուխը 16 համարը։ Արդյոք գնացել ես միջև ծովի աղբյուրները և անդունդի խորքումը ման եկել ես։ Մենք այստեղ տեսնում ենք, որ Աստված Հոբին է հարցնում, որ ծովի աղբյուրներին հասել ես, մենք տեսնում ենք, որ այն ժամանակ անհնար էր ուղղակի հասնել ծովի աղբյուրներին, որովհետև չկային ժամանակակից գործիքները ուսումնասիրելու համար, եւ այս տեղեկությունը միայն կարար աստվածային հայտնությամբ լինել, ով որ ստեղծել էր այդ աղբյուրները ծովի խորքում։ Հաջորդը, որը կուզեմ ընթերցենք, Սաղմոսած գրքից է 8-րդ գլխի 8-րդ համարը։ Երկնքի թռչունները ու ծովի ձկները և ինչ որ ման է գալիս ծովի ճանապարհներումը։ Մենք այստեղ տեսնում ենք ծովի ճանապարհների մասին, եւ սա խոսում է այն մասին, որ ծովերի մեջ կան հոսանքներ, որը էլի բացահայտվել է մեր ժամանակներում, բայց Աստվածաշնչի մեջ գրված է։ Հաջորդը, որ կուզեմ միասին ընթերցենք, դա Ղևտացիների գրքից է 17 գլխի 11 համարից։ Սա վերաբերվում է արդեն բժշկությանը։ Որովհետև մարմնի հոգին այրունումն է, և ես ձեզ տվի այն, որ սեղանի վրա ձեր հոգիների համար քավություն անեք, որովհետև այրունն է, որ քավություն է անում իր անում եղող հոգիովը։ Տեսեք ինչ է ասում է մարմնի կյանքը արյան մեջ է, եւ նորից վերջին դարերի ընթացքում է բացահայտվել, որ կյանքը արյան մեջ է, առանց արյուն անհնար է կյանքի գոյությունը։ Հաջորդը, որը կուզեմ ընթերցենք, Ծննդոց 1:1-ն է։ Ծննդոց 1:1 Սկզբում Աստված ստեղծեց երկինքը և երկիրը։ Սկզբում բացահայտված է, որ տիեզերքը ունեցել է սկիզբ, եւ մենք տեսնում ենք, որ Աստվածաշունչը դրա մասին հենց ամենասկզբից է ասում, որ տիեզերքը ստեղծվել է Աստծո կողմից, այսինքն այդ սկիզբը տիեզերքի գոյության դրել է Աստված։ Հաջորդը, որ կուզեմ որ ընթերցենք, նորից վերաբերվում է բժշկությանը, Ղևտացիների գրքի 13-րդ գլուխը 4-ից 7 համարները ընթերցենք։ Իսկ եթե նրա մարմնի մորթի մեջ պաղպաջը սպիտակ է և մորթիցը խոր չէ երևում, և մազն էլ սպիտակի չէ փոխվել, այն ժամանակ քահանան 7 օր արգելված պահե աղտագրին, և քահանան 7-րդ օրը նայե նրան, և եթե աղտը իր կերպովը մնում է և մորթի մեջ չէ տարածվել, այն ժամանակ քահանան 7 օրեր արգելված պահե նրան։ Այստեղ մենք տեսնում ենք կարածինի մասին։ Աստծո խոսքը հստակ ներկայացնում է, թե մաքրությունը համաճարակների դեմ ինչպես է պետք պայքարել մաքրությամբ, եւ թե այդ կարանտինի շրջանը մեկուսացնելու, որ տալիս է Իսրայելի ժողովրդին, որ իրենք կարողանան այդ համաճարակների ժամանակ գոյատևեն, դա նորից վերջին ժամանակներում է կիրառվել բժշկության մեջ այդ կարանտինային շրջանը համաճարակների, որը նորից Աստվածաշունչը խոսում էր նախապես։ Նաեւ մեկ այլ բան էլ կուզեմ ասել, որ տեսեք Աստծո խոսքը ասում է, որ Աստված ստեղծեց Ադամին եւ Եվային եւ իրենցից շատացան եւ լցրեցին աշխարհը բոլոր մարդկությունը։ Մենք տեսնում ենք նաեւ նոր ժամանակակից գիտության մեջ բացահայտում, ճիշտ է նրանք չեն ասում, որ դա եղել են հենց Ադամը եւ Եվան, բայց նրանք կոչում են Ադամ եւ Եվա ճակերտավոր նախամարդկանց եւ ասում են, որ այդ ԴՆԹ ուսումնասիրությունների արդյունքում մենք հետ ենք գնում այդ հիշողության մեջ եւ հասնում ենք մի կնոջ
եւ մի տղամարդու եւ հասկանում ենք, որ բոլոր մարդկության սկիզբը եղել է այս մեկ կնոջից եւ այս մեկ տղամարդուց։ Իրենք ասում են, որ այդ մարդիկ ապրել են կինը կարծեմ 150,000-ից 200,000 տարի առաջ, տղամարդը 200-ից 300,000 տարի առաջ, բայց մենք հասկանում ենք, որ իրենք ուղղակի սխալվում են միայն հաշվարկների մեջ այդ տարիները։ Եթե կրճատեն եւ դարձնեն 6000 տարի, կգան եւ կհանգեն այն գաղափարին, որ Ադամը եւ Եվան են եղել եւ նրանցից ամբողջ մարդկությունը տարածվել է եւ լցրել է երկիրը։ Մենք այլ բաներ էլ կարող ենք շատ Աստծո խոսքից տեսնել եւ իրոք Աստվածաշունչը շատ մեծ դեր ունի գիտության մեջ եւ դա պետք է մենք հասկանանք։ Մենք պիտի հասկանանք, որ այսօրվա քաղաքակրթության մեջ շատ կարեւոր մեծ դեր է ունեցել աստվածաբանությունը, չմոռանանք, որ Քեմբրիջը, Հարվարդը, Օքսֆորդը եղել են աստվածաբանական դպրոցներ։ Նաև հիշենք, որ օրինակ կան հիշատակումներ Քսենոփոնի, Հերոդոտոսի կողմից։ Մենք գիտենք, որ իրենք շատ հին պատմիչներ էին Քրիստոսից առաջ 4-5-րդ դարի, որոնք հիշատակում են շատ իրադարձություններ, որոնց մասին նաև խոսում է Աստվածաշունչը։ Եթե մենք Աստվածաշունչը կարողանանք ճիշտ օգտագործել, գիտության մեջ եղած շատ բացերի պատասխաններ տալիս է Աստվածաշունչը։ Խնդիրը ճիշտ կիրառումն է Աստծո խոսքի։ Եթե մենք կարողանանք այն ճիշտ կիրառել, շատ մեծ օգուտ կլինի ամբողջ մարդկության համար։ Շնորհակալություն Ռուստամ եղբայր այս ժամանակի համար, որ տրամադրեցիք մեզ եւ համոզված եմ, որ մեզ լսողների համար շատ հարցեր բարձրաբանեցիք։ Ես նույնպես շատ շնորհակալ եմ։ Եվ ինչպես ասացի, ընկերներ, այս հաղորդումը Աստվածաշունչ եւ գիտություն թեմայով չի եզրափակվում միայն այս հաղորդմամբ, դեռևս շատ հարցեր կան բարձրաբանելու այս թեմայի վերաբերյալ եւ մեր մյուս թողարկումների ժամանակ մենք կանդրադառնանք այդ մյուս հարցերին։ Եվ դուք ընկերներ կարող եք մեզ հետևել Telegram-յան ալիքում, որի հղումը տեղադրված է տեսահոլովակի ներքևում։ Չենք մոռանում նաև բաժանորդագրվել ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումներից որևիցե մեկը։ Աստված օրհնի ձեզ։